Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ մթնոլորտ է, անկախ այն բանից, որ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է ու լարված։ Այսօր «Գոյամարտ» հեռուստասերիալը չի ցուցադրվի։ «Գոյամարտ» սերիալի չցուցադրվելն առաջին հայացքից կարող է թվալ պարզապես տեխնիկական կամ ծրագրային փոփոխություն, բայց իրականում այն ունի նաև իր ազդեցությունը սերիալի ընդհանուր ընկալման վրա, հատկապես հիմա, երբ սյուժեն հասել է ամենալարված ու հետաքրքիր փուլերից մեկին, նույնիսկ մեկ օրվա դադարն արդեն զգացվում է որպես մեծ դատարկություն հեռուստադիտողների համար։ Այս պահին սերիալում միաժամանակ զարգանում են մի քանի շատ ծանր ու բարդ գծեր։ Դավիթը դեռ հիվանդանոցում է, նրա վիճակը շարունակում է անհանգստացնել բոլորին, բայց փառք Աստծո նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Նա դարձել է ոչ միայն ընտանիքի հենասյունը, այլ նաև մի կերպար, որի շուրջ միավորվում են տարբեր հակասություններ։ Նրա մերժումը համագործակցել Աբոյի հետ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար վիճակում նա չի պատրաստվում դավաճանել իր սկզբունքներին։ Սա նրան դարձնում է ավելի ուժեղ, բայց միևնույն ժամանակ ավելի խոցելի։ Աբոյի գործողություններն այս փուլում արդեն դուրս են գալիս սովորական ինտրիգների սահմաններից, Էռնայի անհետացումը և այն ենթադրությունները, որ նա կարող է պահվել փակ հաստատությունում կամ վերահսկվող պայմաններում, սերիալը տեղափոխում են շատ ավելի մութ և լարված դաշտ։ Աբոն այլևս չի գործում միայն որպես հակառակորդ, նա դառնում է կերպար, ով պատրաստ է անցնել բոլոր սահմանները իր նպատակին հասնելու համար։ Նրա համար մարդիկ դառնում են գործիքներ, և սա ամենավտանգավոր փոփոխությունն է։ Հունանի գիծն այստեղ դառնում է հակադիր ուժ, նա կորցրել է շատ բան, բայց չի պատրաստվում հանձնվել։ Էռնան նրա ամենացավոտ կետերից մեկն է, և եթե հաստատվի, որ նա վտանգի մեջ է, Հունանը կարող է դիմել նույնիսկ ավելի կտրուկ քայլերի։ Սա նշանակում է, որ նրանց միջև պայքարը կարող է վերածվել բացահայտ պատերազմի, որտեղ արդեն ոչ ոք չի կարող մնալ կողքից դիտող։